Վերջին շրջանում հեռուստադիտողի ուշադրության կենտրոնում կրկին հայտնվել է դերասան և ռեժիսոր Քաջայր Հակոբյանը, ով ներկայումս նկարահանվում է Ելենա Արշակյանի «Ուրիշի ընտանիքը» հեռուստասերիալում։ Այս նախագծում նա մարմնավորում է բացասական կերպար, մարմնավորելով Կարենին, ով չնայած սերիալում դեռ մի քանի սերիա է հանդես եկել, արդեն հասցրել է բուռն արձագանքներ առաջացնել հանդիսատեսի շրջանում։ Քաջայր Հակոբյանի կերպարը Կարենը դասական սև ու սպիտակ չար կերպար չէ, նա բազմաշերտ է, հոգեբանորեն բարդ, երբեմն սառն ու հաշվարկող, երբեմն անկանխատեսելի։ Հենց այս ներքին լարվածությունն ու կերպարի խորությունը դերասանին հնարավորություն են տալիս բացել իր դերասանական ամբողջ պոտենցիալը։ Շատ դիտողներ սոցիալական ցանցերում արդեն նշում են, որ Կարենի կերպարը տհաճ է, բայց հետաքրքիր, իսկ դա բացասական կերպարի համար ամենամեծ հաջողություններից մեկն է։ Սակայն Քաջայր Հակոբյանը միայն դերասան չէ, նա տարիների ընթացքում հաստատվել է նաև որպես բազմաթիվ հեռուստասերիալների և թատերական բեմադրությունների ռեժիսոր։ Նրա ռեժիսորական ձեռագիրն առանձնանում է կենդանի ռիթմով, ճշգրիտ դերաբաշխմամբ և կերպարների հոգեբանական մշակմամբ։ Շատ նախագծերում նա աշխատել է դերասանի և ռեժիսորի երկակի պատասխանատվությամբ, ինչը հայկական հեռուստադաշտում այնքան էլ հանդիպող չէ։ Քաջայր Հակոբյանի ստեղծագործական ուղին սկսվել է թատրոնից։ Նա երկար տարիներ աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում, որտեղ կերտել է բազմաթիվ կերպարներ։ Բայց հանդիսատեսին հաճախ հետաքրքրում է ոչ միայն դերասանի ստեղծագործական կյանքը, այլ նաև անձնականը, և այստեղ առաջանում է ամենահաճախ տրվող հարցը՝ ո՞վ է Քաջայր Հակոբյանի կինը։ Քաջայր Հակոբյանի կինը դերասանուհի Դիանա Խերանյանն է, ով նկարահանվել է Ելենա Արշակյանի բազմաթիվ հեռուստասերիալներում։ Դիանա Խերանյանը հայտնի է իր նուրբ խաղով, կանացի կերպարներով և բեմական խարիզմայով։ Նրա դերերը հաճախ են լինում զգացմունքային, բայց միևնույն ժամանակ ներքին ուժ ունեցող կանանց կերպարներ։ Դիանա Խերանյանն ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը և տարիների ընթացքում ձևավորել է իր կայուն տեղը թատերական միջավայրում։ Նա նախընտրում է հեռու մնալ սկանդալներից և ավելորդ հրապարակայնությունից, կենտրոնանալով արվեստի և իր ընտանիքի վրա։ Հենց այս հանգիստ հավասարակշռված մոտեցումն էլ շատերի կարծիքով ներդաշնակորեն լրացնում է Քաջայր Հակոբյանի բնավորությունն ու ստեղծագործական ակտիվությունը։ Նրան զույգը համարվում է հայկական թատերական միջավայրի ամենաճանաչված, բայց միևնույն ժամանակ ամենահամեստ զույգերից մեկը։ Նրանք հազվադեպ են հարցազրույցներ տալիս իրենց անձնական կյանքի մասին, սակայն գործընկերների և ընկերների խոսքերով դա ստեղծագործական միություն է, որտեղ փոխադարձ հարգանքն ու աջակցությունը առանցքային դեր ունեն։ Այսօր Քաջայր Հակոբյանը շարունակում է ակտիվ գործունեությունը թե որպես դերասան, թե որպես ռեժիսոր։ «Ուրիշի ընտանիքը» սերիալում նրա բացասական կերպարը ևս մեկ անգամ ապացուցում է, որ նա այն դերասաններից է, ում կարելի է վստահել բարդ և հակասական կերպարներ։ Իսկ նրա կողքին կանգնած է մի կին՝ Դիանա Խերանյանը, ով ոչ միայն նրա կյանքի ուղեկիցն է, այլև նույն արվեստի կրողը։ Նշենք, որ Քաջայր Հակոբյանը ծնվել է Իրանի Իսֆահան քաղաքում, դերասանուհի Դիանա Խերանյանի ամուսինն է։ Արդեն նշեցինք, միջնակարգ կրթությունը ստացել է Իսֆահանի դպրոցում։ 2008 թվականին տեղափոխվել է Երևան, 2009-ից 2013 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, դրամատիկական թատրոնի ռեժիսուրա ֆակուլտետում, Վահե Շահվերդյանի արվեստանոցում։ 2011 թվականից աշխատում է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում որպես դերասան։ 2014 թվականին Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնում բեմադրել է Միքայելյանի «Ամերիկյան խառնաշփոթ» պիեսը, նկարել «Հիշողություն» ֆիլմը, «Մի քիչ բութ առաքիչ» հումորային հեռուստաֆիլմը, եղել է «Բախտաբեր» հեռուստասերիալի տնօրեն ու բազմաթիվ նախագծերի ռեժիսոր։ Նշենք, որ Դիանա Խերանյանը նկարահանվում էր Ելենա Արշակյանի «Մարիա» հեռուստասերիալում, որի ռեժիսորը հենց ամուսինն էր՝ Քաջայր Հակոբյանը։ Դե ինչ, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն մի կորցրեք առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը, սեղմեք զանգակ կոճակն ու ստացեք նորությունները։